ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Պարոն Ասլանյան, մարդու իրավունքների խնդրին ուղիղ առնչվում եք, թե ձեր մասնագիտության բերումով, թե ձեր քաղաքական գործունեության ընթացքում, դրա ոտնահարման օրինակները սեփական, այսպես մաշկի վրա զգալով, ինչ անել, որ իրավիճակ փոխվի։ Ինչ անել, պիտի ցանկանալ հավատալ ու հավատը չկորցնել այն կառույցների նկատմամբ, որոնք որ տարիներ շարունակ զբաղված են եղել մեզ հրամցնելով, թե մարդու իրավունքները ու ազատությունները առաջնահերթություն են մանավանդ եվրոպական, միջազգային այլ կառույցների համար, բայց ցավոք այսօր տեղի են տվել ինչ-ինչ քաղաքական շահերին, առաջնահերթությունները գնացել են երկրորդ պլան եւ այսօր կարելի ասել, որ Հայաստանի Հանրապետությունում Եվրոմիության աչքի առաջ մարդու իրավունքները, քաղաքական ազատությունները ու ընդհանրապես մարդու այդ անբաժանելի ազատությունները մեծ ոտնահարումների ալիքով են Հայաստանում առաջ ընթանում եւ այդ process-ը կանգնեցնելու համար Եվրոմիության եւ ընդհանրապես միջազգային կառույցները պիտի հասկանան, որ այդ հավատը կորցնելուց հետո այդ հավատի վերականգնումը շատ դժվար է լինելու, եթե իհարկե այն լինի։ Եվ կուզենամ ասել, որ չի կարելի տրվել ժամանակավոր այդ շահերին, չի կարելի տրվել ժամանակավոր այս կամ այն խնդիրները լուծելուն եւ մոռանալ, որ դրանք համամարտկային արժեքների հետ են առնչվում եւ այն կառույցները, որոնք ի սկզբանե դրա համար են ստեղծված եղել, դրանց առաքելությունը հենց կայանում է այդ իրավունքները պաշտպանելու, այդ իրավունքները բարձրաձայնելու իրավունքի խախտումները դրա հետ եւ այժմ մի կողմ են քաշվել, ընդունել են կառավարական կեցված եւ ճիշտ չի ներկայացում, պարոն Ասլանյան, գուցե իշխանությունները ասում են հիբրիդային գործակալների դեմ են պայքարում։ Այո, հենց այդպես էլ ներկայացվում է, բայց կներեք, բոլորը ունեն համապատասխան գործիքակազմեր, Եվրոմիության կառույցները, միջազգային այլ կառույցներ ունեն իրենց եւ սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող կառույցները եւ այլ կազմակերպություններ, որոնք կարող են իրենց ցանկացած ժամանակ տալ նորմալ, ճիշտ ինֆորմացիա եւ թացը չորի հետ առանց խառնելու զբաղվել սեփական առաքելությամբ կամ հրաժարվել այդ առաքելությունից, ասել, որ Հայաստանի Հանրապետությունում առժամանակ այդ իրավունքների եւ այդ ազատությունների ուղղությամբ որևէ գործողություն, որևէ կազմակերպություն այդ գործողություններով չի զբաղվում։ Դա կլինի ավելի ազնիվ ու արդար։ Պարոն Ասլանյան, դուք այսօր ակցիայի մասնակիցները բարձրաձայնեցին նաեւ Բաքվում պահող ռազմագերիների հարցը, հաշվի առնելով երրորդ նախագահի այն հայտարարությունը, որ կասկածներ ուներ, որ իշխանությունների միջամտությամբ են գերիների ցուցակում հայտնվել անձինք, ինչ է կարծում այս նախընտրական փուլում իշխանությունների քաղաքական հաշվարկներում ավելի շահավետ է հասնել նրան, որ գերիները ազատ արձակվեն, թե շարունակեն։ Ես կարծում եմ ոչ թե շահավետ է, դա եթե տեղի ունենա, դա կլինի փոխշահավետության շրջանակներում, ոչ թե միակողմանի շահավետության շրջանակներում, ուստի ես չեմ կարող կոնկրետ կանխագուշակություն կատարել, բայց նմանատիպ որոշակի մեսիջներ այսօր կարծես թե նույնիսկ Փաշինյանի Գերմանիայի ունեցած ելույթում կային նմանատիպ ու կարծում եմ, եթե մեր հարևաններին, որոնք մեր թշնամիներն են առ այսօր, եթե այդ հարևաններին շատ է պետք, որպեսզի Փաշինյանի համար ստեղծեն նմանատիպ կարտ բլանշ, գուցեև կանեն, կանխագուշակություններ չեմ կարող անել, այդ ուղղությամբ իրենք աշխատանք կանեն, գերիների բաց թողելու թե չէ, բայց դա ամեն դեպքում մեր ազգային առաջնահերթություններից մեկն է, որովհետև մի այլ բան է Հայաստանի Հանրապետությունում ունենալ քաղբանտարկյալներ, դրանց ուղղությամբ թեկուզ տանել հետևողական աշխատանք եւ մի այլ խայտարակություն է ունենալ թշնամի պետության բանտում մարդիկ, գերիներ, ովքեր այս երկրի, այս ազգի մեջ ունեցել են որոշակի մեծ ծառայություններ եւ այժմ էլ այս խաղաղություն հորջորժվող ժամանակաշրջանում պահվում են անազատության մեջ խաղաղության մասնակիցներից մեկի կողմից։ Շնորհակալություն։